Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2017 թվականին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կունենա առանձին օպերատորներ, ովքեր կաշխատեն Հայփոստի և 3 բանկերի մասնաճյուղերում։ Նրանց խնդիրն է լինելու ընդունել բնակիչների դիմումները։ Հոկտեմբերի ընդունված որոշումներ կա, կառավարության կողմից ստեղծում են նոր օպերատորներ, լրացուցիչ տրամադրվելու այդ նույն հնարավորությունները, որ կատարում է գրասենյակը դիմում ընդունելու եւ տրամադրելու ավարտական փաստաթուղթ, տրամադրում է նույն բանը, այդ լիազորությունը օրինակ Հայփոստին, Արշին բանկի, Ամերիա բանկին, Կոնվերս բանկին, որոնց մասնագետները, ես տենց եմ հասկանում, լրացուցիչ կգնան վերապատրաստման այդ գործառույթների մասով եւ կգան արդեն քաղաքացիները կարան ինչպես մոտենում են գրասենյակին դիմում տալիս, նույն ձև կարան մոտենան արդեն Հայփոստի բաժանմունքին եւ այս 3 բանկերի ներսում երևի արդեն իրանք ունենան տվյալ ծառայություն իրականացնող անձին։ Կադաստրի Սյունիք մարզային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի խոսքով այս նորարարությունն ի նպաստ քաղաքացիների է։ Բնակիչների համար մարդ կլինի ցանկացող չկարա հասնի միջով մեր գրասենյակ կամ յուրաքանչյուր քաղաքի մասին է խոսքը։ Կմտնի բանկերից մեկը կարան դեր դիմում մտա։ Դա քաղաքացիների համար ավելի շատ արված, որպեսզի ես իմ հերթերի քաշքշուկների բաներից մի քիչ ավելի զեղծ մնամ։ Վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել, ստեղծվել են տարածքային գրասենյակներ, ներդրվել կառավարման էլեկտրոնային եղանակը։ Նախ մեր աշխատանքն է լրիվ կանոնակարգվել, բարելավել եւ ավելի առաջնային կարամ ասեմ, որ քաղաքացիների համար դարձավ ավելի ընդունելի երևույթ կադաստրի այդ կարգի աշխատանքը։ Այսօր եթե որ ասում են նախկինում կային քաշքշուկներ, այսօր դա հնարավորություններ չկա քաշքշուկ ստեղծելու։ Ամեն ինչ աշխատում է էլեկտրոնային ցանցով, որի համար անհրաժեշտ ժամկետներ կա եւ պարամետրեր կա, որից դուրս չես կարող անցնես։ Քաղաքացիների համար միանշանակ լրի բարեփոխված վիճակ է դարել մեր կադաստրը։ Իդեպ բարեփոխումներից է նաև ներդրված եւս մեկ գործառույթ, քաղաքացին իրեն անհրաժեշտ փաստաթուղթը կարող է ձեռք բերել ընդամենը 2 ժամում։ Ամսվա սկզբից նոր փոփոխություն առաջ ունեիք ամենաարագ գործարքի կատարման ժամկետը վաղվա 2 օրվա է կոչվում, այսինքն այսօր դիմումը տվան, վաղը ստանում են։ Նոյեմբերի 1-ից փոփոխություն ունենք, նույն օրն ենք տրամադրում 2 ժամվա ընթացքում բազմապատկելով 6-պատիկ, այդ նույն 12500-ը բազմապատկում ենք 6-ով ու ստանում ենք մի գումար, որի համար մենք տրամադրել ենք 2 ժամվա ընթացքում։ Գործում են նաև 2, 4 եւ ավելի աշխատանքային օրերի ընթացքում ժամկետները։ Կան նախատեսվող, ասենք, բազային 12504 աշխատանքային օրն է։ Դրանից առավել ըստ ցանկության վճարի կրկնապատկումով, եռապատկումով օրերը արագացվում է։ Իսկ սահմանափակումը 4 աշխատանքային օրն է։ Ինչ վերաբերում է ստորաբաժանման կողմից գանձված գումարներին, կատարած գործարքներին, ապա մեր ստորաբաժանման կողմից գանձված գումարների վերաբերյալ ասեմ, պետական турքի մասով ես ասում եմ հոնորուար հոկտեմբեր կտրվածքով 15-16 թվականի համեմատական։ 15 թվականին ունեցել են 23 միլիոն 24 հազար դրամ այդ պետական турքի մասին է խոսքը, 16 թվականին ունեցել են 23 միլիոն 146 հազար, շատ չին տարբերությամբ մի քիչ ավել։ Եվ մեր կադաստրի եկամուտների պահով էլ ասեմ, որ 15 թվականին նույն ժամանակահատվածին ունեցել ենք 85 միլիոն 642 հազար դրամ, 16 թվականին ունենք 79 միլիոն 741 հազար, մոտորապես 6 միլիոնի տարբերություն այս տարվա կտրվածքով մենք մի քիչ նվազել են մեր գումարները գործառույթներից ելնելով։ Օրինակ առողջարքներ 15 թվականին եղել է 1772, իսկ 16 թվականին ունենք 2360 առողջարքի գործարք։ Այստեղ կան ժառանգությունն է օրինակ 3792
գործարքեր, 15 թվականին, 16 թվականին մի քիչ նվազել է 3562 գործարք։ Դենց օրինականացման մասին, ասենք ինքնակամի օրինականացում համարյա նույնն է, 15-16 թվականը 125 թվականն է եղել, 123-16 թվականին չին տարբերությամբ։ Դե ընդհանուր առումով գործարքների քանակը 15 թվականին 11856-ներ, իսկ 16 թվականի ես ասում եմ միջով նոյեմբերի 1-ը 15317։ Գործարքների համար գանձվող վճարների չափը գրեթե անփոփոխ է։ Մեր եկամուտները կադաստրային գործի համար պահանջող մեր գրանցման համար գումարները չեն փոխվել, նույն սահմանամերձի համար 12500 դրամ է յուրաքանչյուր գույքի մասին է խոսքը։ Ոչ սահմանամերձը 25000։ Պետական տուրքերն են փոխվել, որ եղել է 20000, հիմա դարձել է 10000։ Դա էլի որոշակի սահմանափակումով, ասենք բնակարանների ըստ մակերեսի։ Ընդհանուր տենց չունենք, այս գույքը մեծ է գումարը, այլագանձում է, մեկը փոքր է, ուրիշ գանձում, ընդհանրացված է հիմա գումարներ 12500 մեր կապանի մասին է խոսքը, որը սահմանամերձ համարում։ Իդեպ ստորաբաժանման տվյալներով վերջին մի քանի տարիներին գերակշռում են հատկապես ժառանգության համար դիմումները։ Առաջնորդների կրթական կենտրոնի կողմից իրականացվող հերթական ծրագիրը ևս հատեց եզրագիծը։ Այն վերաբերում էր մեդիա գրագիտությանը եւ ընթացավ մի քանի փուլերով։ Այս ծրագիրն առաջիններից մեկն էր, որ բացի Կապանից ընդգրկեց նաեւ մարզի մյուս Քաջարան եւ Մեղրի քաղաքները։ Դասընթացներ, մասնագիտական վերապատրաստման սեմինարներ, այցեր տարածաշրջանի մեդիա ոլորտներ ու համագործակցություն։ Իսկ ամփոփիչ հանդիպումը կայացավ անցած շաբաթ Կապանի համար 2 ավագ դպրոցում։ Նախ ծրագրի հովանավոր ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանը շնորհավորեց մեդիա դպրոցի շրջանավարտներին, ապա առաջնորդների կրթական կենտրոնի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի հետ պատվոգրեր, շնորհակալագրեր ու հավաստագրեր հանձնեցին ծրագրի աջակիցներին ու դասընթացավարներին։ Այս ծրագրում ներգրաված են մարդիկ, որոնք Հայաստանի ապագան են։ Մենք այս փոքր ծրագրի շրջանակներում ես չեմ ուզում շատ այնց անտարբեր բառեր ասել, որովհետև փոքր ծրագիր է սա եղել եւ արել ենք այնքան ինչքան կարողացել ենք։ Իհարկե շնորհիվ Ծիածան առաջնորդների կենտրոնի եւ նաեւ մեր որոշակի աջակցությամբ կարողացանք այս ծրագիրը գլուխ բերել։ Ես շնորհավորում եմ ձեզ այսօրվա կապակցությամբ։ Ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ ժամանակակից աշխարհում կարծիք արտահայտելը եւ լսելի դառնալը այնքան հեշտ է դարձել, որ դուք պիտի շատ ուշադիր լինեք։ Դուք իմացեք, որ ձեր ամեն մի գրած խոսքը ազդեցություն կարող է ունենալ։ Այսօր դուք կարող եք Facebook-ում կամ մեծ խմբում ինչ-որ մի բան գրել, որը հազարավոր մարդիկ են կարդում, ու ձեր գրածի հիման վրա մարդիկ կարծիք են ձևավորելու։ Մենք այս առումով շատ բարձր ենք գնահատում եւ ձեր ներգրավվածությունը եւ նաեւ ակնկալիքներ ունենք ձեզանից։ Իրենց երախտիկի ու հրաժեշտի խոսքերը թիմերը ներկայացրեցին առանձին։ Ծրագրի հենց սկզբից ես վերապատրաստվեցի որպես դասընթացավար, որն էլ օգնեց ինձ, կարծում եմ մյուս դասընթացավարներին եւս օգնեց, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպել ոչ ֆորմալ կրթությունը, որը ունենալով իր հետաքրքրությունները ունի նաեւ իր դժվարությունները։ Ուզում եմ նաեւ խոսել ձեռքբերումներից, լինելով 2012 թվականին աշխատելով այս ոլորտում, մեդիա ոլորտում, սակայն չունենալով լրագրողի մասնագիտական կրթություն, փորձում եմ որոշ դասընթացների մասնակցության շնորհիվ ձեռք եմ բերել որոշ հմտություններ, որոնք օգտագործում եմ լրագրության մեջ ու փորձում եմ այդ դասընթացավարների դասընթացը օգնեց ինձ, որպեսզի, ինչպես նշեցի, ավելի արդյունավետ կազմակերպեմ կրթությունը։ Այստեղ օգտագործվեց նաև այն որոշ գիտելիքներ, ինչ որ ստացել էին ծրագրի ընթացքում, դրանք գրավոր, բանավոր խոսքին վերաբերող գիտելիքներն էին, տեսանյութերի պատրաստման վերաբերող ֆոտոռեպորտաժներ, ինչպես նաև մուլտիմեդիա օգտագործվեց այստեղ, այսինքն այն բոլոր բաղադրիչները, գործիքները, որոնք մենք ուսումնասիրեցինք դասընթացների ընթացքում։ Ասեմ նաև, որ շատ կարևորում եմ, որ երիտասարդները սովորեցին հարցեր տալ։
սովորեցին լսել այդ հարցերի պատասխանները, սովորեցին այդ պատասխանները վերլուծել եւ մեկնաբանել, որը շատ կարեւոր է։ Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում ծրագրի շնորհիվ մեր պատանիները բացահայտեցին մեդիա աշխարհը, սովորեցին տեղեկությունը մեկնաբանել եւ տեղեկություն ստեղծել, երևույթը ներկայացնելու համար կիրառել ժամանակակից տեխնիկան եւ տեխնոլոգիան, ծանոթացան լրագրողական հմտություններին, ձեռք բերեցին ինքնավստահություն, համարձակություն, փոխվեցին նրանց աշխարհայացքն ու մտածելակերպը։ Երեխաները սկսեցին հետաքրքրվել համայնքում տեղի ունեցող իրադարձություններով, իրականացվող միջոցառումներով, նրանց համար նկատելի դարձան համայնքում առկա խնդիրներն ու դրանց լուծման անհրաժեշտությունը։ Ստեղծվեց Kajaran.wordpress.com բլոգը, որը պարբերաբար թարմացվում է երեխաների պատրաստած հարցազրույցներով և տեսանյութերով։ Դրանք տեղադրվում են նաև Kajaran News Facebook-յան էջում և դատելով դիտումների քանակից կարելի է ասել, որ նրանց հաջողվում է հետաքրքիր և ճիշտ ներկայացնել ասելիքը։ Այս պատանիներն ու պարմանուհիները շատ են տարբերվում իմ սերնդից, որովհետև հիշելով ինձ նրանց տարիքում հստակ հասկանում եմ, այս երեխաները կարողանում են ճիշտ գնահատել իրենց ընձեռնված հնարավորությունները։ Նախ ուրախ եմ, որ այս ծրագիրն առհասարակ նախաձեռնվեց, որովհետև կրկին ետադարձ հայացքով իմ դպրոցական առօրյան եմ փորփրում եւ բացի դպրոց-տուն, երաժշտական դպրոց-տուն ճամփորդությունից ուրիշ ոչինչ չեմ գտնում։ Իսկ այս երեխաների համար մեր բառերով ասած արխային եմ, նման ալտերնատիվ կրթության եւ շփումների շնորհիվ նրանք պատրաստ են գալիք փորձություններին եւ վստահ եմ, մեզ նման դժվարությամբ չեն հաղթահարելու ուսանողական առաջին տարվա օտար ու մեծ քաղաքում իրենց սպասող բազում անհարթությունները։ Այն ամեն ինչ անցանք այս 5 ամիսների ընթացքում կրթեց ոչ միայն նրանց, այլև մեզ, դասընթացավարներից, որովհետև հենց սովորեցնելով մենք շատ բան սովորեցնենք։ Ես շատ եմ ուզում, որ իմ թիմի այն սաները, ովքեր գրելու ձիրք ունեն եւ բավականին գեղեցիկ նյութերով լցրեցին մեր կայքը, շարունակեն գրել։ Մեծ փափագով սպասելու եմ նաև այն լուրին, թե նրանցից ովքեր քայլեցին իմ ճանապարհով դեպի լրագրություն։ Բացի ձեռք բերված գիտելիքներից եւ գործնականում ունեցած հաջողություններից, ծրագրի ընթացքում ստեղծվեց նաեւ փաստավավերագրական ֆիլմ «Ճանապարհ դեպի նոր հորիզոններ» վերնագրով։